Վերջին շրջանում Վայոց-Ձորի մարզպետի հետ մեր շրջայցերում բազմաթիվ հարցեր են հնչեցվում քաղաքացիների կողմից, մասնավորապես ամենաշատ հնչեցվող հարցը ներկայումս իրենց բնակելի տների կարգավիճակի խնդիրն է։ Բացարձակ մեծամասնությամբ այդ տները չունեն վկայականներ, չունեն կարգավիճակ եւ դրանք կառուցվել են մինչեւ Հայաստանի Հանրապետության անկախացումը։ 200 տարվա 150 տարվա տներ են, որոնք վերջին շրջանում հատկապես քարտեզագրման արդյունքում լուրջ շեղումներ են ունեցել, 150 մետր մինչև 300 մետր շեղումներ են ունեցել եւ քաղաքացիները դժվարություն ունեն քարտեզագրման, վճարումների, տարբեր խնդիրներ։ Մի խոսքով դրանք, որ բաժանում ենք, տարբեր շերտեր են առաջանում, բայց ամենագլխավորը, որ ես նայում եմ պետության տեսանկյունից, այն է, որ այդ քաղաքացիները նաեւ գույքարկ չեն վճարում։ Այդ տներից մեծամասամբ գրանցել են որպես փակ դռներ, այնինչ բնակվում են մարդիկ, բայց ոչ օգտվում են իրենց սեփականության հնարավորություններից, ոչ էլ կարողանում են հատկապես մեր առաջարկած գյուղատնտեսական ծրագրերից օգտվել։ Որպեսզի այս խնդիրը լուծենք, ես տարբերակներ եմ մտածել եւ մեկը առաջարկում եմ միգուցե ընդունելի լինի, որ այս տարվա հաջորդ 26 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեջ մեր համայնքները նաեւ ներառեն այս խնդրի լուծումը եւ կառավարության դիմեն խնդրանքով կառավարությունը հնարավորություն ստեղծի այս խնդիրը մեկընդմիշտ լուծելու։ Այսինքն մենք ընդունենք որոշումներ, որոնք կարող են ինստիտուցիոնալ լուծում տալ այս խնդրին, որովհետեւ սա վերաբերում է տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Այս առիթով խնդրում եմ ձեր մոտեցումը փոխանցելու մեր քաղաքացիներին։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բագրատյան, պիտի միանգամից ասեմ, շատ մանրամասներով չեմ կարողանալու պատասխանեմ, բայց գիտեմ նաև, որ հարցով շատ ակտիվ զբաղվում է կադաստրի կոմիտեն եւ այդ խնդիրը հողամասերի պարագծերի ճշգրտությունը մեծ խնդիր է եւ նաև ինքնակամ շինությունների խնդիրն է մեծ խնդիր, ընդհանրապես այդ պրակտիկ հարցը ինձ նաև հայեցակարգային հետևությունների է բերում, կներեք, որ մի քիչ շեղվեմ ձեր հարցից, իրական Հայաստանի գաղափարախոսության մասին տարբեր առիթներով քննարկումներում ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության բնակելի տների մեծ մասը կառուցվել է առանց նախագծի եւ իրական Հայաստանի գաղափարախոսության նրբություններից մեկը այն գիտակցումն է, որ ոնց որ թե մենք երկիրը նույնպես ոնց որ մեր երկրի տների մեծ մասը կառուցել ենք առանց նախագծի եւ ժամանակն է, որ մենք ունենանք նախագիծ եւ երկրի կառուցումը եւ շինարարությունը իրականացնենք համաձայն ընթացակարգերով անցած եւ համաձայնեցված նախագծի։ Իսկ ձեր ասած պրոբլեմ է, ձեր առաջարկն էլ, եթե հատկապես կարելի է խնդրել ձեզ, որ գրավոր ձևակերպեք ինչ նկատի ունեք եւ հղեք ավելի ինստիտուցիոնալ քննարկելու հնարավորություն կունենա, թե ինչ նկատի ունեք, որ սահմանագծերը սեփականության հանդիսացող հողերի կադաստրը զբաղվում է ուղումով, դա ես գիտեմ։ Այն երկրորդ հարցը ինչ նկատի ունեք սուբվենցիան ինչ բովանդակություն ունենա, շնորհակալ կլինենք, եթե ձևակերպեք։